Գիտես, Աստված քեզ ստեղծել է, որ միշտ ժպտաս, ու քեզ ուրախ ավելի շատ ես ասում։ Այդ ձեր աստվածները մենակ հեքիաթներում ու էպոսներում են լինում։ Հա, մեկ էլ ձեր աստվածաշնչի մեջ կար, չէ՞, տենց մեկը կարծեմ անունն էլ Հիսուս էր։ Անկախ նրանից դու հավատում ես Հիսուսին, թե չէ, ինքը միևնույն է քեզ շատ է սիրում։ Լավ, արի անցնենք այս թեման։ Դու ինձ կոնֆետ հյուրասիրեցիր, բայց ես տենց էլ քո անունը չիմացա։ Կարելի է իմանալ։ Անահիտ։ Հա, հաճելի է։ Իմ անունն էլ Մոնիկա է, մոտիկները կրճատ Մոնա են ասում, կարաս դու էլ ասես։ Շատ հաճելի է, Մոնա ջան։ Ինձ էլ։ Այդ ինչ ես կարծում։ Աստվածաշունչ։ Այդ են Հիսուսի մասին գիտնա, որ նոր դրա մասին էինք խոսում։ Տակշքիր է, նա հատ կտաս նայեմ։ Հա, իհարկե, մենակ խնդրում եմ, էլի սկուշ, սա տատիկս է ինձ նվիրել մահանալուց առաջ։ Ասում ես տատիկը տա, հա, նվիրել։ Ահա։ Լավ էլ հաստա։ Բայց չես հոգնում այսքան կարդալուց, կամ այս գիրքը այսքան ծանր պահելուց։ Իհարկե չեմ հոգնում։ Ես շատ եմ սիրում իմ Աստվածաշունչը։ Այս ամենաթանկ բանն է, որ կյանքում ունեմ։ Պարզա։ Բայց ի՞նչ է։ Սա թևնոց։ Հա, գիտեմ, որ թևնոց է, նկատի ունեմ այս ինչ նշաններ են։ Սրանք, տես, գիրքն ու թևնոցը երկուսն էլ տատիկս է նվիրել, ու իրականում իրանք միակ հուշերն են, որ մնացել են տատիկիցս։ Բայց ասացիր այդ ինչ նշաններ են։ Հա, սրանք, նայն, այս թևնոցը մեզ պատմում է, թե Աստված ինչքան շատ է մեզ սիրում։ Ոնց կարա 4 հատ նկարը պատմի ձեր այդքան մեծ Աստծո մասին։ Փաստորեն ինքը այդքան էլ մեծ չի։ Չէ, մեծ է, շատ մեծ է։ Հիմա կպատմեմ ու կհասկանաս։ Մեր Աստված, ով ստեղծել է նաև ինձ ու քեզ, շատ մեծ է։ Ինքը այնքան մեծ է, որ այս ամբողջ աշխարհում ինքը չի կարող պարունակվի։ Ինքը տիեզերքից էլ մեծ է, բայց իր սերը ավելի մեծ է, քան տիեզերքը։ Ու ինքը ամեն օր այդ սերը նվիրում է ինձ ու քեզ։ Այդ դրա մասին է պատմում այս սրտիկը։ Հələ մի րոպե։ Եթե ձեր Աստված այդքան մեծ է ու մեզ այդքան շատ է սիրում, նշանակում է ինչ մեղքել գործենք մեզ կների, չէ՞։ Ահա չէ, սպասի։ Դուք հավատացյալներդ մեկ էլ ասում էիք, որ ինչ որ վայր կա, որ տենց դժոխք է կոչվում ու բոլոր վատ մարդկանց Աստված այնտեղ ուղարկում։ Հա, մեկ էլ եթե տենց հա, ուրեմն երկինք մենակ դու կարաս գնաս, որովհետև մենք բոլորս էլ ձեր Աստծո աշկերին դժոխքի փայենք։ Այ հենց դրա մասին է խոսում այս բաժանման նշանը։ Որ կա մի բան, որ մեզ բաժանում է Աստծո սիրոց։ Այդ մեղքն է։ Աստված շատ է ուզում, որ բոլորը փրկվեն, բայց Աստված զզվում է մեղքից։ Ու իր ներկայության մեջ չի կարող հանդուրժի մեղք։ Այսինքն, եթե դու ուզում ես փրկվես, պետք է քո կյանքից հեռացնես մեղքը։ Նայ, Աստված քեզ շատ է սիրում։ Ու օրինակ մեկը, որ դու այսօր արթնացել ես, այդ Աստծո սիրում մեծագույն դրսևորումն է։ Կարես ինձ